Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես հայ առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի, վարչապետն է հայտարարել։ Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել. արդյոք կուսակրոնության ուխտը խախտողը կարող է լինել կաթողիկոս։ Վարչապետը նաև վերահաստատել է Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի վերաբերյալ պնդումը, որն ավելի վաղ արել էր ազգային ժողովում։ Հիշեցնեմ, Փաշինյանն ասել էր, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը KGB-ի գործակալ է։ Փաշինյանը խոսել է նաև Պուտինի կողմից նրա պարգևատրման մասին։ Ռուսաստանի ազգային միասնության օրվա առթիվ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան էր հանձնել Եզրաս arczepiskopos Ներսիսյանին։ Կարծում եմ, որ այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից այո նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է եւ իմիջայլոց հարգելի գործընկերներ, ես էլի զարմանում եմ, որ այսքան մեր հարգելի լրագրողները այդքան քննարկում են այդ հարցը, բայց տենց էլ պարզաբանում չի ակնկալվում ոչ կտրիչ Ներսիսյանից, ոչ իր եղբորից, այդ փաստերի առիթով։ Ասենք հիմա կտրիչ Ներսիսյանը երկու հարց պետքա պարզաբանել, երկու հարց, որը պետքա ունենա շատ կոնկրետ պատասխան։ Հարց 1. Եթե կտրիչ Ներսիսյանը երեխա ունի եւ այդ երեխան ծնվել է իր կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո ինքը կարող է լինել զբաղեցնել ամենայն հայոց կաթողիկոսի գահը։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Ասենք որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ չի հարցը տալիս, եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ, կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտը ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Որովհետև այսօր իմ արձանագրումը ուզում եմ, որ ճիշտ լինի։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանի այս առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կա մարդ, որը ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում։ Ես այն օրը մի քննարկման ժամանակ հետևյալ օրինակն էի բերում, օրինակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձը։ Հիմա եթե ասենք օրինակ պարզվի, որ ես բանի, չգիտեմ, ուրիշ երկրի քաղաքացի եմ։ Եվ դրա հիմնավորումներն են անձնագիր եւ այլն։ Այդ պահի եւ այդ փաստի բերումով չեմ կարող ես վարչապետ լինել։ Նույն կերպ էլ կաթողիկոսը երեխա ունենալու բերումով չի կարող կաթողիկոս լինել։ Նա կտրիչ Ներսիսյան է, դրա համար ենք մենք ասում կտրիչ Ներսիսյան, որովհետև նա կաթողիկոս չի։ Ինչ վերաբերում է պարգևատրման փաստին, չունեմ մեկնաբանություն, ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է։ Այդ թվում եւ հայաստանցի եպիսկոպոսին։ Համեն դեպս մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվի, որ պարգևատրված անձը նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի, դա էլ պետք չի բացառել։ Հայաստան է ժամանել հացահատկով բեռնված գնացքը, որն անցել է Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ մինչև հունվարի վերջ եւս 132 երկաթուղային վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Գրեթե 3.5 տասնամյակ այս երթուղով, այսինքն երկաթուղային երթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել եւ իհարկե հակառակ ուղղությամբ էլ չեն գնացել եւ այդ առումով այսօր
պատմական օր է, ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով եկավ Հայաստանի Հանրապետություն, առաջիկա օրերին սպասում ենք նաև Ղազախական ծագման ցորենը, որը այս պահին Ադրբեջանի տարածքում է եւ ըստ էության կարող ենք ասել, որ այս երթուղին արդեն գործարկված է եւ սա շատ կարեւոր էական նշանակություն ունի բնականաբար մեր տնտեսական քաղաքականությունների եւ լոգիստիկ քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ սա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության գործնական արտացոլումն է արդեն հողի վրա եւ տնտեսական առաջին ըստ էության արդյունքներից մեկը եւ բնականաբար մենք հույս ունենք, որ այս process-ը զարգացում կապրի եւ բնականաբար ինչպես խաղաղությանը, այնպես էլ խաղաղությանը ուղեկցող բոլոր տնտեսական նախաձեռնությունների նկատմամբ պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք, որպեսզի դրանք բազմապատկվեն, մեծանան, հզորանան եւ դրանով նաեւ բնականաբար մեր պետության դիմակայունությունը ավելացնենք։ Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու Դավիթ Վարդանյանի հետ եւ նրան խնդրել է կիսվել 3 մտքերով։ Մեջբերում է. Արցախը եղել է, կա եւ կլինի։ Հավատացեք ինքներդ ձեզ որպես Աստծո մի մասնիկի, բարության եւ լույսի մեջ։ Իսկական հերոսը նա է, ով ունակ է հույս արթնացնել այնտեղ, որտեղ այն չկա, ով հենարան է դառնում նրանց համար, ովքեր կորցրել են հավատը, ասված է ուղերձում։ Շարունակենք, Հայաստանում 2 ուսուցիչ 700,000 դրամ եւ ավելի է վարձատրվում։ Վարչապետը կառավարության նիստում ասել է, որ սեպտեմբերի դրությամբ 2118 ուսուցիչ ստանում է 300-ից 400,000 դրամ, 863-ը 400-ից 500,000, 109-ն 500-ից 600,000, 22 ուսուցիչ 600-ից 700,000 դրամ։ Սա շատ կարևոր արձանագրում է, այսինքն այսօր Հայաստանում ուսուցիչը կարող է ստանալ 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև խոսել է շարքային պայմանագրային զինծառայողների վարձատրության մասին։ Ես նախարարի հետ քննարկում եմ, ասում եմ, այն ինչ որ անում են այս 2 ուսուցիչները մեր հարգելի եւ ստանում են 700,000 դրամից ավել ամեն ամիս ստանում են 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Սա կարող է ցանկացած ուսուցչի հասանելի գործընթացա, թե ինչ որ մի բան կա, որը հասանելի է միայն եւ միայն բացառապես նշված 2 ուսուցիչներին։ Եվ բնականաբար նույնը հասանելի է, ինչ որ իրենք անում են եւ ստանում են, հասանելի է նաեւ մյուս բոլոր ուսուցիչներին։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչը կարող է ստանալ 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Ես իհարկե թեմայի հետ ուղիղ չի առնչվում, բայց քանի որ մենք հոգեբանորեն կամ ինչ որ ձևով կապում ենք իրար հետ, ես ուղղակի առավոտյան խնդրեցի եւ ստացա նաեւ շարքային կազմի պայմանագրային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշները։ Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300,000-ից 400,000 դրամ վարձատրություն, 1156 զինծառայող 400,000-ից 500,000 դրամ վարձատրություն, 523 զինծառայող շարքային, այսինքն որևէ կոչում չունի, ոչ եֆրեյտոր, ոչ սերժանտ, ոչ մի կոչում, 523 զինծառայողը 500,000-ից 600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող 600,000 դրամից 700,000 դրամ վարձատրություն եւ 31 զինծառայող շարքային 700,000 դրամ եւ ավել վարձատրություն։ Կրկին, ելի ես հատուկ հետաքրքրվել եմ։ Արդյոք 700,000 եւ ավել դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաև մնացած բոլոր ցանկացած այլ զինծառայողի, իհարկե պարզ է, չէ, խոսքը զորատեսակի մասին է, ատեստավորման արդյունքների մասին է եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի։ Եվ սա նույնպես շատ կարեւոր արձանագրում է, որը մենք պետք է անենք։
Նաև ասեմ, որ հիմա նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը եւ այսօր առավոտյան տեղեկացա, որ ավելի քան 8000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Եթե հիշողությունս չի դավաճանում, սա ամենամեծ թիվն է, որը մենք ունեցել ենք, այսինքն դիմողների, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը եւ վստահությունը ավելացել է եւ սա շատ կարեւոր գործոն է, ինչը նշանակում է, որ մենք արդեն հունվարի կամ դեկտեմբերի արդյունքներով աշխատավարձերի այս սանդղակում կունենանք թարմացումներ եւ բոլոր ուղղություններով հույս ունեմ, որ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կավելանա։ Ես այն չի համար եմ ասում, հիմա օրինակ կառավարության նիստերում չկա այդպիսի բան ավելացնել ուսուցիչների աշխատավարձ, որովհետև ասում եմ ամեն ուսուցիչ կառավարությունը ստեղծել է մեխանիզմ, ամեն ուսուցիչ ինքն է որոշում իր վարձատրության չափը։ Հանրապետությունում 2 ուսուցիչ կա, որ որոշել են, որ իրանք պետք է ստանան 700,000 դրամ եւ ավել աշխատավարձ եւ ստանում են։ Շարունակենք, Մայր Հայաստան կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացրել դատախազության մոտ ի պաշտպանություն իրենց բնորոշմամբ քաղբանտարկյալների։ Մեծ հետ զրույցում ակցիայի մասնակիցները ներկայացրել են, թե ինչ են պահանջում դատախազից եւ մարդկանց գոնության կոչ են արել։ Վստահ են, որ եթե ընդդիմադիր ես, կարող ես հայտնվել բանտում առանց հանցանք գործելու, որպես օրինակ մատնանշել են Սրբազանների եւ Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն, ազատություն։ Իշխանությունները միշտ ասելու են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, բայց մեկ շնչին ընկնող քաղբանտարկյալների թվով գուցե Հայաստանը արդեն առաջատար երկրներից մեկն է։ Քաղբանտարկյալ յուրաքանչյուրը կարող է լինել, ով քաղաքականությունով է զբաղվում, ով փորձում է ընտրություններին մասնակցել, ով ընդդիմադիր հայացքներ ունի, բոլորի վրա քրեական գործեր են սարքում, բոլորին հետևում են զուգարաններում, լողասենյակներում, տներում, աշխատասենյակներում, նամակները, հեռախոսն են լսում։ Սա համատարած բնույթ է կրում եւ նույնիսկ վարչապետի հրահանգով այդ գաղտնալսած սարքեր անօրինական ձևով այդ նյութերը, տեսահոլովակները տարածում են։ Հիմա հարվածի տակ է նաև եկեղեցին, 3 սրբազաններ են նստած, հոգևորականներ են ձերբակալված, Սամվել Կարապետյանն է ձերբակալված որպես մեծ բարերար, ով որ մասնակցում է ընտրություններին, ընտրացուցակներում կա, նրանց վրա արդեն քրեական գործեր են բացում։ Եթե քաղաքապետ են դառնում, ընդդիմադիր գյուղապետ են դառնում, նրանք արդեն հայտնվում են կալանավայրերում։ Սա ինչ է, սա արդյոք չի նշանակում, որ Հայաստանում համատարած քաղբանտարկյալներ են։ Մենք վստահ ենք եւ պնդում ենք, որ Հայաստանում քրեիրավական, դատաիրավական համակարգը գործում է սելեկտիվ կարգով։ Մենք վստահ ենք, որ մարդկանց քաղբանտարկյալ եւ բանտում հայտնվելու գլխավոր պատճառը իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքներն են։ Մենք վստահ ենք, որ այսօր եթե մարդ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բազում հանցագործություններ կարող է իրականացնել, որի արդյունքում նա որևէ պատասխանատվության չի ենթարկվելու։ Եվ նույնի հայլիական հակառակի, եթե ընդդիմադիր է, շատ հնարավոր է հայտնվես բանտում առանց որևէ հանցագործում կատարելու։ Այսօր մենք ունենք իրավիճակ, որով որ սրբազանները, բարերարները, փաստաբանները, ինչը իրավական պետության համար խայտառակություն է, հայտնվել են բանտում մեկ պարզ պատճառով, որ նրանք ընդդիմադիր հայացքներ ունեն եւ ի պաշտպանություն մեր ազգային հենասյունների, ի պաշտպանություն մեր ազգային ինստիտուտների հայտարարություններ են արել։ Իրենց հայտարարությունների մեջ որևէ հանցակազմ չի եղել, սակայն քանի որ իրենք ընդդիմադիր են եւ քանի որ իրենք հասկանում են օրինակ Միքայել Սրբազանի օրինակով, որ Միքայել Սրբազանը ունի այնպիսի մեծ հանրային ընդունում եւ հարգանք, որ իր շուրջ կարող է լինել կոնսոլիդացիա, Նիկոլ Փաշինյանը իր վախերը արտացոլում է տվյալ քաղբանտարկյալներին կալանավորելով։ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը դեռ չսկսված 15 րոպեով ընդմիջվել է, քանի որ պաշտպաններից մի քանիսն ու հանրային մեղադրողները չէին ներկայացել։ Այնուհետև նախքան ընդմիջումը պաշտպանները ներկայացել են դատարան։ Ընդմիջումից հետո Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ի լրում նախորդ նիստի ներկայացված միջնորդության եւս մեկ միջնորդություն է ներկայացրել գրավի գումարի չափն ավելացնել շուրջ 25 միլիոն դրամով։ Նիստը շարունակվել է դռնփակ։ Արամ Վարդևանյանն ավելի ուշ մանրամասներ է ներկայացրել։ Հանդես է եկել միջնորդությամբ դեռևս հոկտեմբերի 30-ին, որը վերաբերում էր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված կալանքը վերացնելուն
Միաժամանակ նաև այլընտրանքային խափամամիջոցներ, տնային կալանք, գրավ, համակցված բացակայելու արգելքով եւս կիրառելուն։ Կբացահայտեմ նաև, քանի որ իրենից ունեմ համաձայնությունը, անհրաժեշտությունը, հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ Արթուր Սարգսյանի հայրը, Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը, ով 85 տարեկան է, գտնվում է բժշկական կենտրոնում։ Այս ժամանակահատվածում նաև առողջական լրջագույն խնդիրներ է ունեցել, որի ողջ դետալները փոխանցվել էին դատարան։ Եվ դուք պատկերացրեք մեզ մոտ մարդասիրության որպես սկզբունքի ինչ աստիճան ճգնաժամ կա, որ այս միջնորդության դեմ առարկեցին դատախազները, որ գիտակցում են վստահ եմ, որ 85 տարեկան Լավրենտ Սարգսյանը Արթուր Սարգսյանի հայրը, ով մինչ այս պատմությունը առողջական խնդիրներ չի ունեցել։ Այս ժամանակահատվածում տեսնելով որդու նկատմամբ տեղի ունեցողը իր մոտ առողջական խնդիրներ են առաջացել։ Արթուր Սարգսյանի մոտ առողջական խնդիր չի առաջացել։ Եվ պատկերացրեք այս պայմաններում նշված միջնորդությունը մերժվում է։ Ազնվորեն եմ ասում, չեմ պատկերացնում ինչը պետք է լինի։ Օրերս Սահմանադրական դատարանը որոշման արձանագրում է, որ տնային կալանքը իր ինտենսիվությամբ նույն կալանքն է։ Պարզապես օրինակ այդ ժամանակ կարող է մարդասիրության երաշխիքը սկզբունքը պահպանվել։ Բայց այս դատարանի համար դա նշանակություն չունի, հանրային մեղադրողների համար նշանակություն չունի, սա փաստ է։ Գաղափար չունեմ։ Հրդեհ է բռնկվել Կոմիտաս 60 կոտորակ 2 հասցեում Երևան City սուպերմարկետի շենքում, որտեղ գործում են հանրային սննդի կետեր եւ այլ խանութներ։ Ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգստացել է ժամը 11-ին, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, հրդեհը բռնկվել է շինության տանիքում։ Մարդկանց տարհանել էին, շենքի տարածքից ոստիկանները մի երիտասարդի էին բերման ենթարկել։ Ծխահարության հետևանքով 2 փրկարար առաջին օգնություն է ստացել։ Մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Պատճառները կպարզվեն փորձաքննության արդյունքում, դրագրողների հետ զրույցում նշել է փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը։ Իսկ սուպերմարկետն անցել է բնականոն աշխատանքի, հրդեհը մարվել է 13-54-ին։ Հիմա ասեմ ձեզ, որ հրդեհը մեկուսացված է, իրականացում է հետ-հրդեհաշիժման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, աշխատանքներ են կանում հրդեհի հետ-հրդեհաշիժման հետ կապված։ Առայժմ այսքան։ Կառույցները օրինակ Ողքի կառույց բնականոն աշխատանքը շարունակել։ Մեր ավարտելուց հետո իհարկե կարող։ Հանցնան KFC-ում է, հա, հրդեհի բռնկման օջախը KFC-ի տարածքից է։ Վնասների մասին մենք այս պահին չենք կարող ոչ մի բան ասել, մինչև չիրականացվի ուսումնասիրություն չեն կարող ասել։ Տուժած քաղաքացիների մասով։ Տուժած քաղաքացիներ նախնական այս պայդրությամբ չկա, բայց սա խիստ նախնական է։ Մոտապես ինչքան տարած կա այրվել, վնասվել։ Դեռևս չեն կարող ասել, ավարտելուց հետո չափագրումներ կիրականացնի փրկարար ծառայությունը կտեղեկացնի։ Հրդեհ է բռնկվել նաև Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում, ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգստացել է ժամը 11-ին, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ, հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին։ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարը 10 միլիոն դրամ արժեքով հողատարածքն ապօրինի օտարել է որդուն։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ նախախտելով օրենքով սահմանված հրապարակային սակարկությունների կարգը, որդու բացակայության պայմաններում 2019-ի մայիսի 6-ին ձևական կազմակերպել եւ աճուրդային հանձնաժողովի 5 անդամների օժանդակությամբ անցկացրել է աճուրդ վաճառք, որի արդյունքում հաղթել է որդին։ Ապա նախկին ղեկավարն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է կադաստրի կոմիտե եւ գրանցվել է նրա սեփականության իրավունքը։ Նրան, որդուն, նաև հանձնաժողովի 5 անդամի մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Նյու Յորքի նորընտիր դեմոկրատ քաղաքապետ Զոհրան Մամդանիին։ Մինչ ընտրությունները Թրամփը հայտարարել էր, որ եթե հաղթի Մամդանին, որին նա կոմունիստ է անվանում, ապա նա կկրճատի քաղաքի դաշնային ֆինանսավորումը։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Մամդանիի հաղթանակի պարագայում Նյու Յորքը կբախվի լիակատար եւ վերջնական տնտեսական ու սոցիալական աղետի։ Մինչդեռ Մամդանին հայտարարել է, որ իր ղեկավարությամբ Նյու Յորքը կդառնա ԱՄՆ-ի նախագահին դիմադրելու կենտրոն։ 34-ամյա Մամդանին պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Նա կդառնա Նյու Յորքի ամենաերիտասարդ եւ առաջին մուսուլման քաղաքապետը։ Մամդանին մասնավորապես հանդես է գալիս բնակարանի համար վարձավճարները սահմանափակելու, ցածր գներով խանութներ բացելու եւ վերգետնյա փոխադրամիջոցով անվճար երթևեկության օգտին։ Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը, ով կանչվել էր Բերլին խորհրդակցությունների համար, վերադարձել է Վրաստան։ Ֆիշերը հոկտեմբերի 19-ին հետ էր կանչվել խորհրդակցությունների վրացական կողմի դիրքորոշման պատճառով։ Մասնավորապես Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը այն ժամանակ տարածված հայտարարության մեջ նշել էր, որ Վրաստանի ղեկավարությունը քարոզչություն է իրականացնում Եվրամիության, Գերմանիայի եւ անձամբ Գերմանիայի դեսպանի դեմ։ Այդ իսկ պատճառով որոշում էր կայացվել նրան ետ կանչելու։ Պետեր Ֆիշերը բազմիցս բացահայտ քննադատել է Վրաստանի իշխանություններին եւ աջակցություն է հայտնել Թբիլիսիում ակտիվիստներին եւ ցուցարարներին։ Սեպտեմբերի 24-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ֆիշերին եւ մտահոգություն հայտնել նրա դիրքորոշումների նկատմամբ։ Ի պատասխան հոկտեմբերի 2-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա էր հղել Բերլինում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Վրաստանը մտադիր է անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը, չնայած Բրյուսելի քննադատությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով Եվրամիության նոր զեկույցի բովանդակությունը։ Կառավարության ղեկավարի խոսքով Թբիլիսին չի հրաժարվի իր եվրոպական ուղուց, նույնիսկ եթե Եվրամիությունը դժգոհություն հայտնի Վրաստանի ներքին քաղաքականությունից։ Այս ամենը իհարկե խոսում է կրկնակի ստանդարտների եւ անարդարության մասին։ Սա նշանակում է, որ եվրոպական բյուրոկրատիան լուրջ խնդիրներ ունի։ Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք տարբեր սպասումներ ունենք Եվրամիությունում վերջնական փոփոխությունների վերաբերյալ։ Մենք ցանկանում ենք դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը եւ հույս ունենք, որ մինչ այդ Եվրամիությունում իրավիճակը արմատապես կփոխվի, նշել է Կոբախիձեն։ Նոյեմբերի 4-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած 10 երկրներում զարգացումների վերաբերյալ զեկույցները։ Եվրոպական հանձնաժողովը դրական գնահատական է տվել այս երկրների մեծ մասին։ Այնուամենայնիվ Վրաստանը միակ թեկնածու երկիրն էր, որի կառավարությունը Բրյուսելի կողմից կոշտ քննադատության է արժանացել իր վերանայման ժամանակ։ Վրաստանը Եվրամիությանը անդամակցելու դիմում էր ներկայացրել 2022 թվականին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշնակիցներին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի հետ երկարաժամկետ առճակատման։ Ռյուտեն Ռումինիայում կայացած պաշտպանական համաժողովում հայտարարել է, որ անգամ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմից հետո ռուսական վտանգը վերացած չի լինելու։ Տեսանելի ապագայում Ռուսաստանը ապակայունացնող ուժ կմնա Եվրոպայում եւ աշխարհում, եւ Ռուսաստանը միայնակ չի համաշխարհային կանոնակարգը խախտելու գործում։ Ինչպես գիտեք, այն աշխատում է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի եւ մյուսների հետ։ Նրանք աննախադեպ մակարդակի են հասցնում իրենց պաշտպանական արդյունաբերական համագործակցությունը։ Նրանք պատրաստվում են երկարատև առճակատման։ Մենք չենք կարող միամիտ լինել եւ մենք պետք է պատրաստ լինենք, նշել է Մարկ Ռյուտեն։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխատել միասին հանուն ավելի ապահով եւ բարեկեցիկ ապագայի։ Իսրայելը Կարմիր խաչի միջոցով ստացել է եւս մեկ զոհված պատանդի աճյուն։ Այն հանձնվել է Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակին եւ անվտանգության ուժերին։ Տեղեկություններ են հաղորդվում, որ այժմ Գազայի հատվածում պահվում են 6 սպանված պատանդների մարմինները։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ Պաղեստինյան Համաս շարժումը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ համաձայնել են իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը, որը ենթադրում է նաև գերիների եւ զոհվածների աճյունների փոխանակում։
Ֆիլիպիններում Կալմայեգի թայֆունի զոհերի թիվը հասել է 114-ի, անհետ կորել է 127 մարդ, տուժել է 82-ը։ Զոհվածների մեծամասնությունը բնակվում էր երկրի կենտրոնական մասում գտնվող Սեբու կղզում, որտեղ տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման։ Թայֆունի հետևանքների պատճառով մի քանի 100,000 ֆիլիպինցի ստիպված են եղել լքել իրենց տները։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք 10 կիլոգրամ թմրամիջոցը մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած օտարազգի քաղաքացիները կալանավորվել են։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել է 2025-ի հոկտեմբերի 28-ին օտարազգի երկու քաղաքացի խմբի կազմում ապօրինի հատել են Հայաստանի սահման ու իրացնելու նպատակով մաքսանենգությամբ տեղափոխել են շուրջ 7.5 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Նրանք նույն օրը ձերբակալվել են, քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ այդ քաղաքացիներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ապօրինի սահմանազատման համար լինելով ազատազրկված 2025-ի ապրիլին պատիժը կրելուց հետո ազատվելով առանց սահմանված փաստաթղթի եւ պատշաճ թույլտվության ապօրինի հատել է սահմանը եւ մուտք գործել այդ երկիր։ Օտարազգի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, գողոնը հայտնաբերվել է մանրամասները տեսանյութում։ Նոյեմբերի 4-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ժամը 19:35-ին։ Երևանի քրեական ոստիկանները Արինջի Դուրյան թաղամասում բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին եւ իր վարած Hyundai Մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին Ջերմուկ քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդու։ Նա խոստովանեց, որ մոտ 1 ժամ առաջ նույն թաղամասի 6-րդ փողոցի մի տան հետնամասի դուռը հարմարեցված առարկայով բացել ու գողացել է զարդեր, այլ իրեր ու թղթադրամներ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տանտիրոջից ընդունվեց հաղորդում։ Պարզվեց, որ Ջերմուկի 33-ամյա բնակիչը գողացել է ոսկյա եւ արծաթյա ավելի քան 30 զարդ, այլ իրեր, ինչպես նաեւ արժույթով թղթադրամներ։ Գողոնը հայտնաբերված է։ Տղամարդը խոստովանել է նաեւ, որ այս տարվա սեպտեմբերից առ այսօր ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքում գտնվող եւս 5 առանձնատուն, որոնցից 4-ից իր կամքից անկախ հանգամանքներում հեռացել է ձեռնունայն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ վաղը եղանակը կլինի առանց տեղումների, օդի ջերմաստիճանն էլ կբարձրանա 4-ից 6-ին։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։